արժեքները, որը մենք ունեցել ենք, եւ այն լիբերալ ժողովուրդը հիմար չի, տեսել է $300,000 պետական բյուջեով երկիր եմ ընդունել 3 միլիարդով հանձնել եմ Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանը 3 միլիարդ ընդունել 3 միլիարդով հանձնել է։ Լավ, բան քոչա մշտապես այն կարծիքին է եղել, որ Ես պատրաստ եմ Հարութ ջան, հանդիպենք, ես դու գիտես, որ ես հանրապետական չեմ ախպեր ջան։ Ես вообще Ռուսաստանի քաղաքացի եմ։ Գիտես, որ անկախ Այս Ռուսաստանի քաղաքացի չի կարող հանրապետականը լինի։ Ոնց կլինի բա։ Չի կարա։ Ոնց կարող ախպեր, դի քաղաքացի լինես, որ կուսակցության անդամ լինես։ Թե չէ, հնդիկները սա հիմա ԿՊ էին։ Ինչևէ, ես քեզ կարամ հանդիպեմ էլ հետդ, ես կոչ եմ անում քեզ, ախպեր ջան։ Հրավիրել մարդ 5-րդ տալիք։ Չեմ ասում ինձ, ես սրա մասնագետ չեմ։ Չէ, բայց ոնց հրավիրեն, ցավը տան։ Ես կոչ եմ։ Դե թող ասի, որ չի կարող։ Դե գծերը անցել են, ինչ հրավիրեն։ Չէ, թող հրավիրեն մարդ, որը ու այս նույն աղջիկը թող հարցնի, ասի օրինակ այ Կոչուբաևը ասում է, որ համարությամբ սենց, որ մենակ մերը չլինի, բրատ, լավ բան չեք անում, ապեր։ Լավ բան չեք անում, դուք անում եք perfect TV-ություն։ Այս վիպիստը perfect TV-ը։ Համեկը լսի։ Համեկը ասա։ Համեկը պրոստը լռում։ Դե ժամանակների համեկը։ Համեկից վատ եմ ջոգելով, ցենց ասեմ։ Կոնկրետ էսի համեկից վատ է։ Լավ, ինչևէ, անցնենք այդ բանը, այստեղ մեր բյուջեի, արի։ Բյուջեին, հետո ես վերջում ունեմ բոնուս, Ժողովուրդ ջան։ Բոնուս ունեմ։ Կարդալու եմ ով է բերել Նիկոլ Փաշինյանին։ Դա պարտադիր պայման է այս թողարկման մեջ։ Այն արժեքները, որը մենք ունեցել ենք, եւ այն լիբերալ ժողովուրդը հիմար չի, տեսել է $300,000 պետական բյուջեով երկիր եմ ընդունել 3 միլիարդով հանձնել եմ Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանը 3 միլիարդ ընդունել 3 միլիարդով հանձնել է։ Լավ, բան քոչա մշտապես այն կարծիքին է եղել, որ մարդիկ տեսել են այդ ամեն ինչը։ Այն 4 Հիմա այսի հասանք ամենակատաստրոֆիկ բաներին, հա, որ մարդը երևի խայտարակ անգրագետա կամ խայտարակ անամոթ, ուրիշ բառ սան չես կարող ասես։ Լավ, բոլորս գիտենք, որ էլի եմ ասել մի անգամ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եղել է տնտեսական մեծ աճ։ Բոլորն են ասում։ Էլի չեմ ուզում խորանամ, մարդիկ տնտեսագետները ասում են ինչն է ում խանգարել, օգնել, ինչ օգնեց Քոչարյանին, որ տենց լինի, ինչը խանգարեց Իրանին, ինչ օգնեց Սերժ Սարգսյանին, ինչ չեմ մտնում այդ թեմա։ Ստեղ խոսում ենք բացառապես, նայեք ինչ ասում։ Ասում է Ռոբերտ Քոչարյանը հասկանում էր, որ մտածում էր, որ ժողովուրդը ապուշ չի, տեսնում է իր կատարած աշխատանքը, ու եթե ինքը $300,000 բյուջեով երկիրը վերցրել է, 3 միլիարդով հանձնել է, ուշադրություն, հազարապատկել է բյուջեն։ Ասում է ժողովուրդը ապուշ չի, դա կնկատեր։ Կոչուբաև ջան, այո, իսկապես, եթե լինի մարդ, որը կարանա հազարապատկի մի որևէ երկրի բյուջե, դա ոչ թե նկատելի կլինի, այդ մարդը ցմա, հələ մահանալուց հետո մի 2 տարի էլ կմնա վարչապետ։ Նավսյակի ուրիշ մարդ չեն դնի։ Արա դու պատկերացնում ես ինչ անում։ Հազարապատկել բյուջե, ապե դու պատկերացնում ես այդ ինչա։ Դու մոտավոր պատկերացնում ես ինչա նշանակում հազարապատկել, դա Սինգապուրի բանը ապե հրաշքը։ Դա կլներ Սինգապուրի մի հատ ինցիդենտ։ Այդ համաշխարհային գրականության մեջ կասեին Հայաստանն է ապե բանը հրաշքը։ Արա ես չգիտեմ, քրիստոնեությունը կապրեր վերել կան նախադեպ, որտեվ սա կսկսեն Հիսուսին հավատալ, որտեվ կասեին ուրիշ ձև չկա, այս մարդկանց միակ բանը առանձնահատկությունն է, որ իրանք առաջին ընդունել են քրիստոնեություն։ Անհնար արա հազարապատկել բյուջեն։ Դու հո ապուշ չես Կոչուբաև։ Կոչուբաև ինքը քառապատկել է բյուջեն։ Այդ ասա թվերը Վազգեն ջան։ Բերել են քո համար թվերը։ Ուրեմն եկամուտներով պետք է նայենք թե ծախսեր, չգիտեմ դաժե ինչ նկատի ունի եկամուտներով թե ծախսերով ամեն դեպքում։ Ընդունել է 126.2 միլիարդ դրամով կամ այդ պայի կուրսի բանով դրությամբ 257 միլիոն ԱՄՆ դոլարով, 257 միլիոն ԱՄՆ դոլարով։ Այդ ժամանակ, ուրեմն ծախսերը կազմել են 146.9 միլիարդ դրամ կամ 299 միլիոն ԱՄՆ դոլար։ 2007 թվականի բյուջեն եկամուտները 588 միլիարդ, այնտեղ 126 միլիարդ էր, հիշում եք։ Ծախսերը 634 միլիարդ։ Այսինքն 126-ը եկամուտները նայենք, հա, սարքել է 588։ Դա քառապատկում է, էլի, հա,
ինչքան, եթե անենք անգամ 2 նոմա 250 Քարապատկել մի քիչ ավել, լավ, հա։ 4.5 անգամ, լավ։ 4.5 անգամ։ Որը պատկերացնես 4.5-ը 1000-ից ինչքան է տարբերվում։ Մոտ արա հաշի, կարող չես։ Ապա լիկվանյուն գալաթ արել, ըստ Կոչուբայևի լիկվանյուն գլուխը պատին ա տվել։ Հիմա ինչ ասում, Սերժ Սարգսյանն ընդունել է այդ 3 միլիարդը, հələ գոհ շնորհակալ ենք 3 միլիարդով հետա տվել։ 3 միլիարդ չի եղել պաստորեն։ Ուրեմն եղել է Միլիարդ 719 միլիոն։ Ուրեմն վերցրել է 588 միլիարդով, իշը 2007-ի տվյալներով, 588 միլիարդով փաստացի Սերժը ընդունել է 2017-ին հանձնել է 1 տրիլիոն 237 միլիարդով, այսինքն աճը կազմել է 110%, կրկնապատկել է։ 2.5 միլիարդով հանձնել է, 1.7-ով վերցրել է, 2.5-ով հանձնել է։ Իվարկյան 100 չէ, 1 տրիլիոն 237 միլիարդով վերցրել է 2 այո 17-ի բյուջե, 2007-ին է վերցրել 588 միլիարդով։ Հա, ինք 2007-ին էր վերցրել, կներեք, որ այնքան բաներ խառնիկ տվել։ 2007-ին վեկալել է 588 միլիարդով եկամուտները։ Ճիշտ է։ Հանձնել է 1 տրիլիոն 237 միլիարդով, ինչը 2007-ի նկատմամբ կազմել է 110% աճ։ Հիմա նայ։ Այստեղ երկար կարելի է խոսալ, այն որ դու ես չգիտեմ ինչ ասեմ այդ որ դու թվերը։ Իդեպ 97-ի համեմատել 366% աճ է եղել, ոչ թե 400։ Դե ինչև է։ Հիմա նայ, տարբեր ստեղ մենք տնտեսագետ չենք ապել։ Դու պրոստը աղյուսակ չգիտես, էլ քեզ вообще չեմ մտցնում այս թեմայի մեջ, կներես։ Նենց բաներ խոսացիր, քեզ հանում եմ։ Հիմա մեր մասով եմ ասում, մենք չենք կարող մտնենք շատ խորես թեմայի մեջ։ Էսի վերցրել ենք տվյալներ, որոնք պաշտոնական տվյալներ են։ Հիմա նայ։ Երկար կարելի է վիճել, թե ինչն ավելի հեշտ, վերցնել մի հատ փոքր թիվ, քառապատկել այդ թիվը, թե վերցնել արդեն այդ քառապատկված թիվը ու մի հատ էլ կրկնապատկել այդ թիվը։ Կարելի է վիճել։ Կարելի է վիճել, հա, բայց կարելի է վիճել երկար։ Չէ, բայց պայմաններն էլ էլի արի։ Հա, պայմանների շուրջ է կարելի է վիճել։ Չվիճես, ասած կարաս չան։ Կրիզիսի ժամանակ, տնտեսական ամենամեծ կրիզիսի ժամանակ։ Այո, 2008-ին երբ որ եկել է երրորդ նախագահ տնտեսական կրիզիս եւ այլն, բայց դա մի հատ առանձին ֆինանսական թեմա է, որը շատ երկար կարելի է խոսալ։ Փաստ են ամնում, որ դու խափում ես, դու այնպես ես խափում, որ ես դաժե մտածում եմ, որ դու զուտ մաթեմատիկայի տարական գիտելիքներ չգիտես։ Ասենք ոնց կարելի է 300,000, ոնց կարելի է մտածել, որ երկրի բյուջեն 98 թվին եղել է $300,000 ապեր։ Ոնց կարա դες բան ասել, երբ որ եղել է փաստացի 257 միլիոն $, այսինքն դու նվազեցրել ես մոտ ես քանի անգամ չգիտեմ էլ քանի անգամ հայտարարություն արա ոնց կարելի է այսքան սես բաներ ասել արա ոնց կարելի է թույլ տալ սա եթեր արա աղբերներ ես վստահ եմ sense ասում ասենք եթե դու գնաս օրինակ մի հատ վարժություն անես էլի ասենք գնաս տենաս երկրորդ նախագահին ասես պարոն նախագահ գժական մի հատ խզարել է ասեցի գիտեք չէ որ 300,000-ով վերցրել եք 3 միլիարդով տվել այս գրքով կխփի երևի Դա փոքր գիրք է։ Չէ, բայց մեծ գիրք։ Այն մարդն էլ գիտի, չէ՞ իր կատարած աշխատանքը։ Մարդը այդքան աշխատել արա, որ դու 4 քառապատկել է բյուջեն, այդքան գործ արա, երկու երկրներից մեկն է, կարծեմ 2 կամ 3 երկրներից մեկն ա եղել, որը երկնիշ տնտեսական աճ ա տվել այդ ընթացքում։ Բոլորն են տվել, բոլոր հետսովետական երկրները, որտեղ լավ պերիոդ էր, ֆինանսավի կրիզիս չկար, շինարարությունը բում էր եւ այլն, չխորանանք դա։ Բայց մարդը այդքան գործ անի, որ քոպես մի հատ անգրագետ գնա ասի հազարապատկելա, որ կողքցել մեկ ասի, էսի ապուշա, ուրեմն երևի вообще վատ է եղել, որ ցենց բաներ են խոսում։ Մի խոսքով, այնտեղ էլի բաներ ա խոսացել, մարտի 1 ա խոսացել, ասելա որ մարտի 1-ի գործը Չէ, դա էլ է կարևոր։ Ասում եմ մարտի 1-ը միացնենք, արի ցած ասենք։ Չմիացնենք, ասա ինչ ասե, ես Ինչ ասե, պասի մոտ։ Էսի вообще խայտար